Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ ու դերասաններն էլ անգործ էին մնացել։ Սպիտակ վեժա, որը դուք ստացել եք Գոմեշը։ Մտածում են, որ ինչ ափսոս, որ ես երկրում ենք ծնվել։ Կարծում եմ բարձր արվեստը, գեղեցիկ արվեստը տեղ։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Ճանաչիր մերոնց հաղորդաշարի հերթական հաղորդումն է եթերում։ Այսօր սիրով ուզում եմ ներկայացնել մի գեղեցիկ հմայիչ անձնավորության շնորհալի համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի եւ ջերմ խոսքերի համար։ Շատ հաճելի է ողջունել մեր տաղավարում։ Ուրեմն էքսկուրս անենք, հա, իհարկե։ 1991 թվականին Սոս Արտաշեսի Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց համազգային թատրոնը, որը հետո անվանվեց մեր ժողովրդի արժանի զավակ Սոս Սարգսյանի անունով։ Աջակցությամբ խմբի Շահում Ղազարյան, Մայիս Ղարագյոզյան, Կարեն Ջանիբեկյան, Գալյան Օվենց եւ մեր ներկայիս ժամանակակիցները, ովքեր Փառք Աստծո ողջ են, Հրաչյա Գասպարյան, Դավիթ Հակոբյան, Կարինե Ջանջուղազյան, այս գեղեցիկ խումբը կոհորտան ստեղծեցին թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն եք 2019 թվականից։ Այ հիմա հա նաեւ ասեմ, որ կա մի լավ ուրախալի նորություն, որի մասին կուզեմ, որ դուք հնչեցնեք։ Մի քիչ համազգային թատրոնից եւ նաեւ այդ ուրախ լուրից։ Համազգային թատրոնը ստեղծվել է 91 թվականին, դա արդեն գալիս էին ցուրտ տարիները, երբ արդեն սով էր, ցուրտ էր, լույս չկար եւ այդ ժամանակ փակվում էին թատրոնները ու դերասաններն էլ անգործ էին մնացել եւ այդ ժամանակ Սոս Սարգսյանը ստեղծում է համազգայինի թատրոն, Սխրագործություն էր։ Այո, եւ դա եւ օգնություն էր ընկերներին եւ նաեւ ազգին, որ պիտի ոգին բարձր պահել։ Այո։ Ու այդպես դե շենք չուներ թատրոնը եւ պետական չէր ու սկզբում գրողների միությունում էին իջևանել, հետո 2 տարուց տեղափոխվեցին լրագրող ժուրնալիստների միություն, հետո տեղափոխվեցին թատերական ինստիտուտ, մոտ 25 տարի այնտեղ էինք, ես արդեն երբ եկա թատերական ինստիտուտում էինք, հետո դարձանք պետական եւ հիմա կոչվում է Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոն, այսինքն եւ համազգայինը կա եւ Սոս Սարգսյանի անվան եւ այդպես երկար տարիներ դեգերում էր թատրոնը։ Սկզբում եղել եք որպես դերասանուհի, հետո նաեւ գեղարվեստական ղեկավար 19 թվականից։ Հա, ես ինքս ավարտել եմ ռեժիսորական եւ ինձ հրավիրեցին որպես դերասանուհի, Հրաչյա Գասպարյանը հրավիրեց, որովհետեւ իրենք Սոս Սարգսյանի հետ միասին բացեցին այդ թատրոնը։ Եվ ձեր թվարկած դերասանների կողքին շատ էլի անուններ կան, որոնք այսօր զարթն են թատերական աշխարհի, նույն Տիգրան
Ներսիսյանը, Նելի Խերանյանը, Միքայել Պողոսյանը, ուզում եմ ասել, այնպիսի անձինք կային թատրոնում։ Նոնա Պետրոսյանը, չգիտեմ, ուզում եմ ասեմ, ամեն մեկը իր տեսակի մեջ։ Թող ներեն, ում որ չենք թվել։ Հա, ես էլ վախենում եմ հանկարծ բաց թողնեմ, որովհետև ամեն մեկը հիմնակար էր եւ կամած, հետո եկավ մի շրջան, որ մեծերը լքեցին թատրոնը եւ թատրոնը կանգնեց այսպես բանի առաջ։ Ճարահատյալ երիտասարդացման։ Հա, եւ Սո Սարգսյանը հավաքեց կուրս թատերական ինստիտուտում եւ այդ կուրսը նորից վերացնեց թատրոնը։ Ես այդ կուրսից չեմ, որտեղ ես ռեժիսորական էի սովորում, բայց ինձ էլ ընդունեցին այդ թատրոն եւ այդպես ես էլ դերասան էի իրենց հետ, մինչեւ որ եկավ մի շրջան, որ պետք էր գեղարվեստական ղեկավար, ու այդպես թատրոնը դերասանները, իմ խաղընկերները ընտրեցին ինձ, ես շատ վախեցած էի։ Այսինքն չեք նշանակվել, ընտրել են ձեզ։ Ձեր գործընկերները ընտրել են, պետությունը նշանակել է, այդպես է եղել եւ դերասաններից էլ Արման Նավասարդյանը 19 թվականին ընտրվեց որպես տնօրեն, էլի խումբը ընտրեց ովքեր լինեն։ Ու ես իրականում շատ վախենում էի, որովհետեւ մտածում էի չեմ կարողանալու այդ պատասխանատվությունը եւ շատ ամաչում էի իմ խաղընկերներին խնդիր տալ։ Երևի ամենաշատը դա էր իմ խնդիրը, որովհետեւ մեր ազգի շատ կարևորագույն գծերից մեկն է, որ ասում են դե իմ հետ խաղացել է, եկել է հիմա ինձ ցուցումներ է տալիս, չէ՞, այդ կա այդ բանը։ Բայց մերոնք իրենք ընտրեցին, որ ասեցին, ասա Նարինե։ Բայց երբ դեռ ժամանակին Սո Սարգսյանը, ես տեխնիկային թատրոնում էի բեմադրություններ անում, ու Սո Սարգսյանը միշտ կանչում էր Նարին ջոջան չարեք այդ տանը, ինչու՞ չես մեզ մոտ բեմադրություն անում։ Ասում եմ ամաչում եմ խաղընկերներիցս։ Այդպես, բայց ինքը շատ էր ուզում, որ ես բեմադրություն անեմ համազգային թատրոնում, ու երբ ինքը հիվանդացավ, ու արդեն վերջին տարիներն էին, ես հասկացա, որ պիտի հասցնեմ նվեր անել Սո Սարգսյանին։ Ու այդպես բեմադրեցի Դանիել Խարմս Լյուբև։ Դե ժամանակ ավելի երիտասարդ էի, ուզում էի ամեն ինչ կոտրել ռուսերեն լեզվով, չգիտեմ, աբսուրդ գրականություն եւ այլն։ Ինքը նվերը տեսավ։ Չէ։ Ինքը չտեսավ նվերը, բայց երևի այդ լավ իմ հղում իմ ցանկությունը բերեց նրան, որ դերասանները հավատացին ինձ։ Ու հետո արդեն եղավ այն ամենը, ինչ եղավ 19 թվականին։ Իսկ հիմա մենք արդեն շատ կարևոր մի քայլի առաջ ենք, մենք արդեն թատերական ինստիտուտից դուրս ենք եկել եւ արդեն դասավորում ենք։ Այ դա է ուզում որ դու քնչես։ Գիտեմ որ այս կամած եմ վերում, ինչպես է որ մտնում ես թանգարան, մինչեւ հասնում ես Սիքստինյան Մադոննային, անընդհատ կանչես լակները։ Այդպես երկար պատմում եմ, որ պատմեմ ամենակարևոր պահը, որ վերջապես բացվում է մեր նոր թատրոնը իր շենքում։ Եվ ամենահետաքրքիրը գիտեք որներ, որ 2 օր առաջ Հայֆեստի շրջանակներում պիտի ներկայացում խաղայինք հին բեմում, այսինքն թատերական ինստիտուտի, ու հանկարծ հասկացանք, որ այլևս ոչ մի կապ չկա այդ տարածքի հետ, որովհետև արդեն այդ նոր տարածքը հոգեպես մերն է դարձել, արդեն այդ իր թարմությամբ ամեն ինչը այդ եւ տեխնիկական սպասարկումը, ամեն ինչը շատ բարձր մակարդակի վրա, լույսերը, սաֆիտները, շտանգետները, ամեն ինչը շատ նորը, ժամանակակիցը, լավագույնը, այնպես որ այսինքն արդեն շուտով կավարտվի, բացում կլինի։ Հիմա դասավորում ենք, ամեն սենյակը կախում ենք զգեստները, ուզում եմ ասել, հիմա դասավորման process-ն է, համակարգվելու process-ն է, եւ երբ արդեն հասնեն նստարանները, կբացենք թատրոնը։ Կարծում եմ դա կլինի նոյեմբերի սկզբին։ Աստված առաջ։ Հա, արդեն կբացվի պետական համազգային թատրոնը իր շենքում։ Իր շենքով, որը շատ ուրախալի է եւ հուսով եմ արդեն ռեպերտուարն էլ արդեն կամ պատրաստում եք կամ պատրաստ եք։ Հա, ճիշտ շատ կարևոր հարց եք տալիս, որովհետև թատրոնը ունի շատ լավ խաղացանք։ Մենք ընդհուպ հենց այս տարի ստացանք 7 արտավազդ մրցանակ, այսինքն լավագույն երիտասարդական ներկայացում, լավագույն մանկական ներկայացում, լավագույն տարվա լավագույն ներկայացում, ուզում եմ ասել, շատ լավ ներկայացումներով ենք խաղացանքը ստեղծել, հավաքել։ Բայց երբ բացվում է նոր թատրոն, պիտի անպայման նոր ներկայացումներ կան, որովհետև եւ կա հին հանդիսատեսը, որը նոր բաներ է սպասում նոր շենքում, եւ գիտեք, այդ հին ներկայացումներն էլ այս նոր բեմում պիտի նորից վերադասավորել, որովհետև
տարբեր է, շատ տարբեր է, հա, եւ այդ դժվարությունները դեռ կան արժեվում, բայց արդեն ես վաղուց հաշվի առնելով, որ թատրոնը պիտի բացվի շատ հատուկ ներկայացումով, Սիմոն Աբգարյանին հանդիպել էի Ֆրանսիայում նկարահանումների ժամանակ ու այդպես Արարատ ֆիլմի դերասանը, հա, իդեպ ինքը հիմա նկարահանվել վերջացել է Շարլ դե Գոլ ֆիլմներ նկարահանվում երկու մասանի եւ մեր հայրենակից Սիմոն Աբգարյանը խաղում է Շարլ դե Գոլ ֆրանսիական ֆիլմում եւ այդպես հենց այդ բավարար բարձրասակ է, բայց որտեվ շատ դե Գոլը լավ բարձրասակ է։ Հիմա նա այստեղ է եւ պիտի գա հանդիպելու մեզ ու մտածում ենք որ սենյակում հավաքվենք, որտեվ մեր առաստաղները ցածր են գրիմանոցների, իսկ ինքը ես պատկերացնում եմ որ բարձրասակ է, բայց այնքան որ դե Գոլ խաղա, որտեվ դե Գոլը լավ բարձրասակ է։ Հա։ Իսկ Սիմոն Աբգարյանին ես հանդիպել էի, ես Շարլ Ազնավուր ֆիլմում էի նկարահանվում, բարձում էր այդ օրը այդ երկու ֆիլմերը զուգահեռ նույն լոքեյշնում էին նկարահանվում եւ ես պատահաբար մտնում եմ արդեն ճաշի ժամին մտնում եմ այլ վրան, սխալվում եմ վրանով եւ հայտնվում եմ դե Գոլի վրանում ու այնտեղ հանդիպում Սիմոն Աբգարյանին։ Եվ այդպես միտք է ցակում, ընդ որում Սիմոն Աբգարյանը շատ լավ պիեսներ է գրում եւ ուզում էի որ նաեւ հայ հեղինակով բացվեր։ Եվ շատ էլ հայրենասեր մարդ է, ինչքանով ես տեղեկացված եմ։ Անձամբ չեմ ճանաչում, բայց իր կերպարը, իր թե շատ գիտեմ։ Եվ իր պիեսը Պենելոպե, այդ պիեսը արդեն դա ընտրեցինք որպես հիմք եւ արդեն բեմադրությունը պատրաստ է, պարզապես պետք է այս նոր բեմում հարմարեցնել եւ ուզում եմ ասել թատրոնի բացման հետ արդեն մենք ունենանք Սիմոն Աբգարյանի Պենելոպե ներկայացումը, իմ բեմադրությունը Մետրլինկի Սուրբ Անտոնիոսի հրաշքը եւ Անդրանիկ Միքայելյանի Քարը։ Այդ 3 պրեմիերաները կլինեն։ Առաջնախաղ Առաջնախաղերը, այո։ Իհարկե հաշված նաև մեր հին ներկայացումները եւ տարվա լավագույն ներկայացումը, որը բեմադրել ենք Սո Սարգսյանի Լակոտը։ Սո Սարգսյանը վերջին տարիներին նաև գրում էր շատ եւ իր վիպակը Լակոտը մենք բեմադրեցինք իր Հոբելյանին։ Շատ ուրախալի է։ Ինչ որտեղ իմ հարցը կանխեցիք մրցանակների հետ կապված, բայց մի քիչ փոխեմ ուրեմն հարցս։ Դե գիտեմ այդ մի շարք եւ արտավազդների մասին եւ հիմա հարցս ուղղեմ Սպիտակ Վեժա։ Հա։ Սպիտակ Վեժա, որը դուք ստացել եք Գոմեշը մոնո ներկայացման համար։ Հաշվի առնելով նաեւ որ Հրանտ Մաթեոսյանի 90-ամյակն է այս տարի, այ երկու խոսքով այդ Գոմեշի մասին, այդ մոնո ներկայացման մասին։ Գոմեշը ներկայացումը ծնվեց համաճարակի տարին, երբ բոլորս տանն էինք եւ շատ ուզում ենք ստեղծագործել, բայց միայն ինձ ունեի ձեռքից տակ։ Ցանկություն կար, հնարավորություն չկար։ Ցավոք սրտի տանից դուրս գալու հնարավորություն չկար եւ քանի որ ձեռքից տակ միայն ինձ ունեի, այդպես մտածեցի, որ պետք է անպայման մոնոներկայացում անել, բայց իհարկե ես չմտածեցի անել, այլ Մարիաննա Մխիթարյանը Արմոնո փառատոնի նա ինձ հուշեց, որ ժամանակն է նոր մոնոներկայացում անելու, ու ես մտածում եի, որ երևի հետաքրքիր կլիներ կենթանի խաղալ։ Ու վերհիշելով Հրանտ Մաթեոսյանի Գոմեշը նորից վերընթերցեցի ու մտածեցի, որ չէ, սա հնարավոր չէ բեմադրել, բայց քանի որ տանն էի եւ մտածելու ժամանակ կար, այդպես մի օր մազերս էսպես արեցի, թե սա երկու պոզ են, հետո պարանը էսպես պոչա, հետո չէ, զգացի, հետո դե ես արցախցի եմ, զգացի, որ մեջս այդ պնդությունը կա, այդ կենթանու այն կողահասությունը կա։ Ու այդպես մտածեցի, որ փորձեմ։ Ու երբ Մարիաննա Մխիթարյանին ասացի, որ ես մտածում եմ, որ կանեմ Գոմեշը 3 տարի հետո, որովհետև շատ բարդ է տեքստը Մաթեոսյանական, Մարիաննան ասաց, ուրեմն այս տարի Հոբելյանն է Հրանտ Մաթեոսյանի 90-ամյակը, օգոստոսի 1-ին բացօթյա մենք կխաղանք Գոմեշը։ Ու ես ունեի ընդամենը 2 ամիս անգիր սովորելու այդ տեքստը։ Հրանտ Մաթեոսյանի տեքստը
չափազանց գեղեցիկ է, բայց շատ պոետիկ հաշվարկված։ Եթե նույնիսկ Եվի տեղը ու եմ ասում, քանդում եմ նախադասությունը, ինքը եւ շատ ծավալուն է ամեն նախադասություն, այսինքն շատ ինֆորմացիա կա մի նախադասության մեջ, դա բավականին բարդ էր, բայց հանճարեղ տեքստ է եւ կարծում եմ ներկայացման ֆենոմենը նաեւ հենց տեքստն է առաջին հերթին, որ հենց ինքն է ինձ տանում։ Հետո ամենակարևոր առանձնահատկությունը այն էր, որ բացօթյա էր։ Ես խաղում էի այգում, որտեղ երկու ծառ կար, մեկը չորացած, մեկը կանաչ։ Ես սկզբում չորացած ծառի տակ էի նստում, որ ոնց որ երկու պոզ լիներ գլխիս վերևը եւ որովհետեւ ինքը ձակ չունի, ինքը չորացած էքա։ Ու հետո արդեն այնտեղ ունեի տակառ ջրով, որ լցնում էի հողին, հետո ցեխ էի լինում, չեք պատկերացնում, դե գոմեշը առանց ջրի հնարավոր չի պատկերացնել։ Իսկ Հրանտ Մաթևոսյանի համար գոմեշը սուրբ կենդանի էր, ուրիշ նշանակություն ուներ, որովհետև իրենք գոմեշների հետ կիսում էին տունը, այսինքն տանկեսը գոմեշներ էին, ինքը հենց ծնվել էր այդտեղ գոմեշի կողքին։ Ես գիտեմ իր պատմությունը, որ նույնիսկ այնտեղ կերակրել են ինքը։ Այո։ Եվ դրա համար ուզում եմ ասեմ, այդ ամենը հաշվի առնելով ինքը շատ ֆենոմենալ ներկայացում դարձավ։ Ես էլ չեմ հասկանում ինչպես, որովհետև ինձ համար դե արել եմ էլի, այդպես է, բայց մինչև հիմա, այսինքն բացի Բելոյեժայից, որ ուղակի համաճարակից հետո առաջին երկիրն էր, որ դուրս եկանք, հետո Լիտվայում ստացա Grand Prix, հետո այդպես, իսկ հիմա արդեն հենց նոր վերադարձել եմ Սվոյ փառատոնից, որտեղ ոչ թե մրցույթային ծրագրում է, այլ որպես էտալոն ներկայացում էր, որ այսպիսինը պիտի լինի մոնո ներկայացումը։ Հենց Գոմեշը, էլի հայերեն լեզվով ռուս հանդիսատես էր, բայց պարզապես իրենք բովանդակություն իմանում են եւ արդեն հետևում խաղին ու արդեն հասկանում են, որ այսա Գայլն է, արդեն հանդիպեց Գայլին, մտավ քաղաք եւ այլն, այդպես։ Այսինքն թարգմանություն չկա։ Չէ, չկար։ Այնպես որ այդ լեզուն թատրոնի իրենք ընկալում են, հա։ Հա, դա Բելոյեժայում, Սպիտակ վեժայում պարզվեց, որ երբ հայերեն խաղացի եւ հաջորդ օրը թատերագետները պիտի քննարկեին, առաջինը ինչ ասացին շնորհակալություն լեզվի համար, այդ գեղեցիկ աստվածային լեզվի համար, ասացին դուք ոնց որ մեր սկզբն ակունքներից խոսեիք, ոնց որ հին այն հեթանոսական թատրոն լիներ, ոնց որ անտիկ թատրոն լիներ, թատրոնը իր հիմքերով եւ դա շատ լեզուն էր տալիս։ Եվ հետաքրքիր է, որ իրենք զգում են լեզվի գեղեցկությունը եւ այդ լեզուն իրենց երևի շատ արմատային մի ինչ որտեղ հարազատ էր թվում։ Երևի որովհետեւ Բայրոնի ասածով, եթե ուզում ես Աստծո հետ խոսել, խոսիր հայերեն, չէ՞։ Հա։ Բայրոնի բնութագրման պես որ իրենք ճիշտ են ընկալել, էլի։ Գիտեք, ես ժամանակին սովորել էի Լեհաստանի Գրատովսկու ինստիտուտ էի գնացել, որովհետև ինձ շատ դուր եկավ այդ Գրատովսկու մոտեցումը թատրոնի եւ այնտեղ որ մեզ կանչել էին, փնտրում էին ամեն ինչի ամենահինը, ամեն ազգին խնդրում էին իրենց հին երգերը երգել, իրենց մենք խնդիր չունենք, որովհետև մենք արդեն եւ ես այդ հասկացա, որ ես արդեն այդ հարստությունը իմ մեջ ինքնըստինքյան կրում եմ։ Եթե ուրիշ ազգեր փորձում են գտնել իրենց հակունքները, հա, փնտրում են կամ միևնույն է իրենք դեռ 500 տարվա ինչ որ պատմություն ունեն կամ բան, մերը արդեն ինքնըստինքյան այդ ակունքի մեջ է կանգնած ամեն ինչը։ Դրա համար մենք այդ ինստիտուտի համար բրացո էինք։ Պատրաստի։ Հա, մեր երգերը, մեր խոսքը, ամեն ինչը արդեն այդ հարստությունն էր։ Դե նաև հոգուտ իրենց պետք է ասել, որ իրենք էլ կարողանում են դա գնահատել եւ ստեղծել պահանջարկ էլի որ հարցն այն է որ արդեն մարդկությունը բաբելոն է դառնում որովհետեւ տարբեր լեզուներ, տարբեր մշակույթներ, տարբեր մոտեցումներ եւ թատրոնը միշտ ուզում է ընդհանուր լեզվով խոսել, մի լեզու, որը համընդհանուր է։ Դրա համար միշտ փնտրում են այն ինչ մարդկության ակունքներում է, ինչ ինքնըստինքյան մարդը կա, այսինքն նորածնի դիրքից սկսած մինչև այն ինչ մարդը ապրում է անկախ նրանից թե արդեն մտել եմ համակարգիչի մեջ թե ոչ։
Դրա համար ուզում եմ ասել, մենք եթե որպես դերասան, որպես մշակույթի մարդ գիտակցենք, որ մենք արդեն հարազատ ենք բոլոր ազգերին, որտեղ մեզնից է շատ բանը ծնվել, հաստատ կարող ենք մեր տեսակի ազդեցությամբ բոլորին շատ գրավել։ Եվ դրա համար չէի վախենում, որ հայերեն էի խաղում, եւ հիմա էլ պատրաստում ենք Իտալիայում խաղալ, Իտալիայի բարի քաղաքում եւ հետո արդեն պլանավորվում է Իտալիայի այլ քաղաքներում։ Առանց թարգմանության, որպեսզի ավելի որպեսզի միևնույն է ենթագիտակցական դաշտում մարդը եւ զգում է եւ քո հետևից գալիս է։ Եթե դու այդ դաշտը ստեղծում ես իհարկե։ Բնական է։ Դա համար մեկ պայմանը դա է, որ պետք է ստեղծել, որ իրենք էլ ընկալեն։ Բայց նաեւ իրենց կողմից էլ պետք է ստամոքսահյութը արտադրվի, իրենք էլ պետք է փորձեն կլանել, էլի։ Իրենք էլ այդ դաշտում լինեն, որ ընկալեն։ Այդ դաշտը ես եմ մեկա պարտավոր ստեղծել։ Ինձ համար ստեղծում է Հրանտ Մաթևոսյանը, ես պարտավոր եմ ստեղծել հանդիսատեսի համար, հանդիսատեսը արդեն իր քայլն արել է, եկել է հասել թատրոն։ Արդեն տրամադրվի, որտեղ ես պիտի իրեն տրամադրեմ։ Սովորաբար ես իրում եմ տրամադրել հումորի միջոցով։ Միշտ հանդիսատեսը գալիս է վերլուծական մտքով, տեսնես հետաքրքիր կլինի թե չէ, հատկապես հայ հանդիսատեսը իհարկե, օրինակ ամերիկացի հանդիսատեսը, եթե գումար է տալիս, ինքը նկատի ունենում, որ այսքան փող եմ տվել, պիտի հաճույք ստանա, ինքը տրամադրվում է հաճույքի, հայ հանդիսատեսը գալիս է վերլուծելու եւ այլն եւ այլն, եւ միշտ հումորն է, որ բացում է դռները, այսինքն երբ մարդը փակ դիրքից կամաց բացվում է, որովհետեւ հումորը, ժպիտը առաջին կետն են, որ մարդուն բացում են։ Եվ երբ ինքը արդեն բացում է հոգու դռները, այդ ժամանակ արդեն կարելի է ամենակարևորի մասին պատմել, կարելի է հասցնել մինչև կատարսիս, կարելի է լացացնել, կարելի է մեծ փիլիսոփայական ճշմարտություններ ասել, բայց սկզբից չի կարելի, սկզբից պիտի հումորի միջոցով բացել ճանապարհը։ Այո, նույնիսկ ես մի բան ասեմ փորձով, ես բազմաթիվ հազարավոր անեկդոտներ գիտեմ ու ամբողջ կյանքում պատմել եմ, եթե նույնիսկ սկսում ես անեկդոտները պատմել, սկզբում են մի քիչ համեմատաբար թույլերով այդ սկսում ես այդ դաշտը տաքացնել համեմատաբարներով։ Արդեն տաքանում է, երբ որ սկսում ես արդեն ջերմացավ, այն թնդանոթով են ուժեղներն ես բանանում, արդեն պատրաստ է։ Արդեն մի հատ բառել ասում ես, իրանք արդեն բանի մեջ են, էլի։ Օրինակ Գոմեշի տեքստը բարդ է, բայց երբ ես սկզբից սկսում եմ որպես պատմիչ պատմել, դե պատմիչը ջուր է խմում սովորաբար, իսկ Գոմեշը ավելի շատ ջուր է խմում եւ լցնում իր վրա։ Ու երբ սկսում եմ պատմել ու սկսում եմ կովերին ցույց տալ, որ որոճում են, ոչը խաղացնում, արդեն հանդիսատեսը տեսնում եմ, որ ժպտում են, դե խաղում եմ Հրանտ Մաթևոսյանի կենտրոնում եւ հանդիսատեսին բոլորին տեսնում եմ ես եւ անընդհատ ուշադրությունը սպառնում իրենց լույս կա, հա այնտեղ այդպես է եւ կապնել ի վերջո դա մոնոներկայացում չէ, դա երկխոսություն է հանդիսատեսի հետ, որտեվ ես իրենց պատմում եմ եւ իրենց հայացքը պիտի բռնեմ։ Մեկ տեսնում եմ, որ մեկը ուզում է ոնց որ հոգնում է, հա ուշադիր եմ նայում իրեն, այդպես ասենք ենթադրենք այդ գայլի պահը կամ ինչով, մի խոսքով էլի այդպես բաներն եմ ասում, գաղտնիքները։ Հետո ասում եմ դու տեսնում ես, ասում եմ հետո որ սկզբից գալիս եմ տեսնում եմ ովքեր են եկել, ողջունում եմ։ Այդ շատ կարևոր է, որովհետև 21-րդ դարում այդ 4-րդ պատը արդեն սուտ է ստեղծում։ Մեկը այսօր մենք այնքան ենք բաց, այնքան մի քիչ ռոմանտիզմից կտրված, ցավոք, կարծում եմ, շատ պրագմատիկ դար է։ Եվ այդ առումով 4-րդ պատ ստեղծելի դուք չկաք, ես ինքսի մեջ եմ, շատ սուտ է ստեղծում։ Իսկ եթե ուզում ես մտնես սրտի մեջ, պիտի սկզբանե բաց խաղաս, այսինքն տեսնում եմ, դու ինձ տեսնում ես, իրար հետ պատմենք պատմությունը։ Չէ, եթե մի քիչ կեղծ եղավ, արդեն երկխոսությունը չի լինում։ Հա։ Պիտի ազնիվ լինես, ճիշտ բաց լինես, չէ։ Հա։ Ճիշտ հասկացա։ Իսկ այդ հետաքրքիր բան նկատեցի։ Հիմա ասում եք Հրանտ Մաթևոսյանի տեքստը տանում է, դուք էլ այդ տեքստի օժանդակությամբ բացում եք այդ ամեն ինչը, իսկ որ կախված այդ հանդիսատեսի դիրքից, պահվածքից, ննջելու փորձերից եւ այլն, իմպրովիզացիաներ լինում են, թե քանի որ տեքստը այտենց ձեր ասած ամեն մի հնչյունը
չասելու դեպքում ոնց որ երերում է տեքստը կամ կարող է քանդվել, իմպրովիզացիաներ լինում են։ Իմպրովիզացիա միշտ է լինում։ Համարյա ամեն անգամ, քանի որ բեմադրիչի ես եմ, պայմանավորվել եմ ինքս ինձ հետ, ամեն ինչ նորմալ է եւ եթե զգացողությամբ ուրիշ բան է գալիս այդ պահին մռալ ընկալ կամ այդ պահը արագ պատմել կամ այդ պահը չգիտեմ ինչ անել, ջուր խմել, փոխում եմ, ուզում եմ ասել, բայց սովորաբար հանդիսատեսը քարանում է հետո ու մինչև վերջ ինձ հետ գալիս է։ Համարյա երբեք չի, որովհետև քիչ է հետո տարածքը։ Ես իրենք էլ են հասկանում, որ եթե մի քայլ անեն, կխանգարեն։ Եվ այդպես ստեղծվում է մի sense խորհրդավոր մթնոլորտ ու դա պահվում է միջև վերջ, միջև գնում կարևոր կետի, կյանք շարունակելու կետի։ Իսկ ի՞նչն է մեսիջը։ Դե տեսակը պահելու։ Ինձ համար ես ինքս իմ մեկնաբանությունն ունեմ, բայց երբեք չեմ պարտադրում մեկնաբանությունը։ Ինձ համար տեսակը պահելու հարցն է, որովհետև Գոմեշը մենակ է, կողքերը կովեր են, իսկ ինքը պիտի իր տեսակը շարունակի։ Գոմշացուլ է փնտրում եւ այդպես վտանգների ճանապարհ է ընկնում, իր ճամփորդությունն է, այդ ամբողջ ճանապարհն է Գոմեշի, բայց էլ գայլի միջով, գիշերվա, քաղաքի, մարդկանց, սպանդի եւ այլն, ուզում եմ ասեմ, այդ ամբողջ անցնում է եւ վերջում կարողանում է ձակով հետ գալ։ Ինչը մեր ժամանակի համար շատ ակտուալ է եւ շատ կարեւոր է։ Որ մեր ինքնությանը մոտ լինել եւ տեսակը պահել։ Բայց երբ ես այդպես էի պատմում, բայց երբ պատմում էի Ռուսաստանում, իրենք էլ իրենց ցավն էին տեսնում ու ասում էր դե Հայաստանը կին է երկիրը, Ռուսաստանն էլ է կին երկիրը։ Եվ ասում էր այդ կինն է, որ ինքը գնում է պահելու, որովհետեւ այդ գոյատևման պահը կինն է միշտ լուծում։ Եվ ուզում եմ ասել, իրենք էլ իրենց ձևով մեկնաբանեցին ու շատ ցավոտ հիմա իրենց համար եւ շատ արդիական։ Ու ես ասացի, շատ լավն է, ձեր վերլուծությունը ճիշտ է։ Հա, ինչպես կասեք։ Հա։ Արվեստը հենց այդ է, որ ինքը այսօր նաեւ 21-րդ դարում չպիտի սովորեցնի, ինքը հարց է բարձրացնում եւ ամեն մեկը իր խնդրով է դա տեսնում։ Եվ ներկայացումն այդպես, եւ նկարն այդպես, եւ քանդակն այդպես։ Չէ, բայց սովետական միության ժամանակ չէ որ կար։ Ինչ է քո ասելիքը, եւ ես էլ երբ ռեժիսորական էի սովորում, կարմիր թելով պիտի գնայի ասելիքը եւ ինչ ես ուզում ասել հանդիսատեսին եւ դա պիտի պլակատի պես մոտավորապես հնչի։ Կաղապարված էր այն ժամանակ, Հիմա այդպես անես կասեն էսով ինձնից խելոք ասա, ինձ բանա սովորացնի։ Չէ, դե արվեստագետը պետք է առաջարկի, խնդիրները բարձրացնի, արդեն հանդիսատեսը կամ անձը ինքը արդեն որոշի իր համար, իր ճաշակին, իր զգացողությանը համապատասխան։ Ըստ այդմ ընկալի հետևություններ անի, վերլուծի եւ այլն։ Շատ լավ, ուրիշ կինոից մի քիչ խոսենք, հա։ Միայն թատրոնից չխոսենք, էլի, որտեվ կինոյում է, որտեվ էլի հարց ունի, հանկարծ կինոն հիշեցի, կինոից էլ մի քիչ խոսենք, այդ ձեր մասնակցությունը դուք ասեք, հա։ Երևի շնորհակալ եմ շատ այն պահի համար, չգիտեմ ինչպես է եղել, որ միշտ ինձ հրավիրել են այն ֆիլմերին, որոնք կարևոր են եղել, նշանակալից, այսինքն միշտ հայտնվել են Օսկարի, դե long list-ում, Օսկարի ներկայացվել են երկրի կողմից, այդպես ասեմ։ Եվ այդ առումով թե Եվա ֆիլմը, որ պարսկահայկական ֆիլմ էր, թե Երբ քամին հանդարտվի, Ֆրանսիա հայկական, թե ֆրանսիական արդեն Միսիո Ազնավուր, թե ամերիկացի ֆիլմը, որը հայտնվեց long list-ում եւ շատ գեղեցիկ ֆիլմ է Մայքլ Գյուրջյանի։ Մի խոսքով ուզում եմ ասել, իրականում շնորհակալ եմ, որ շատ չեմ գուցե նկարահանվել, բայց լավ ֆիլմերում եմ նկարահանվել։ Կյանք ու կռիվ, ինչպես դուք հիշեցիք, եւ Ազնավուրից հետո 1 տարի չնկարահանվեցի, բայց այս ամռանը հրավիրեցին հիմա նկարահանվում էր Հովիկ Աֆյանի Կարմիրը վեպի հիման վրա ֆիլմ, Պետրոսն է նկարվել եմ այդ ֆիլմում, դե բայց արդեն հերոսների մայրերն եմ, էլի։ Արդեն այդ տարիքում եմ։ Չէ, բայց արդեն էդ էր։
Եվ հիմա նկարահանում է Դարեն Սարաֆյանը, ով Դոկտոր House ֆիլմի ռեժիսորն է եւ պրոդյուսերներից։ Մի խոսքով այդ ռեժիսորն է հիմա Հայաստանում նկարահանում ֆիլմ եւ այնտեղ նորից հերոսի մայրն էի։ Դեռ ֆիլմը նկարահանվում է եւ կարծեմ արդեն 1 տարուց ֆիլմերը կլինեն եւ կարծում եմ էլի շատ լավ ֆիլմեր են լինելու։ Հաջող նավարկություն մաղթենք եւ հուսանք, որ մոտ ժամանակներս Օսկարի նոմինացիաներում կլինի այն ֆիլմը, որում դուք եք խաղում եւ բարով խերով արժանանք Օսկարի։ Գիտեք, այդ Օսկարի պահը ինչու ասացի, որովհետեւ շատ հաճախ ուսանողները մտածում են, որ ինչ ափսոս, որ այս երկրում ենք ծնվել, որ չկա նորմալ կինոարտադրություն, չկա նորմալ էս ինչ, չէ՞, սովորաբար եթե ուզում ենք մեր դժբախտ ալիքը միացնենք, միացնում ենք ու դժբախտ լացում։ Բայց խնդիրն այն է, որ լինելով փոքր երկրի մայրաքաղաքի արվեստ գրողը, դու հայտնվում ես շատ կարևոր օղակներում համաշխարհային եւ դու մայրաքաղաքի արվեստ ներկայացնողն ես։ Եվ այդ առումով ուզում եմ ասել, ես Հայաստանում դերասանուհի լինելով արդեն քանի անգամ հայտնվել եմ Օսկարում, բայց քանի ամերիկյան դերասան կա, չէ, որ երբեք չի հայտնվել։ Հա, դրա համար ուզում եմ ասեմ, այդ հորիզոնը պիտի շատ լայն պահել, միշտ հնարավորությունը կա։ Մենք ենք ուղեղով սահմանափակում եւ այս բան դնում, էլի, սահման դնում, կոդավորում ենք։ Այսինքն, եթե դու հեռահար պլաններ, նախագծեր ես ունենում քո մտքում, քո նպատակների համար, որ ես այս բարձունքներին հասնեմ, ի վերջո քայլ առ քայլ գալիս հասնում ես դրան։ Այսինքն պետք է ձգտել դրան։ Օսկար կլինի, Գրեմմի կլինի, Գլոբուս կլինի, կարևոր չի։ Եվ հիմա ուզում եմ ասել հայկական իրականության մեջ շատ համաշխարհային հաղթանակներ կան եւ այնպիսի հարթակներ մենք հայտնվում, որ առաջ երազում էինք ուղղակի։ Հա։ Լավ։ Որ ժամանակը քիչ է, շատ չեմ։ Հա, եկեք, էլի բաներ կա լիքը, բայց իրոք ժամանակը քիչ է։ Ես գիտեմ, որ ձեր աշխատանքի բնույթը այնպես է, որ ամեն քայլի, ամեն էպիզոդում, հա, ինչ որ ուրախ պատմություններ են լինում, կուրիոզ, հետաքրքիր, հայ, կիսվեք մի քանի հատ, գոնե մի 3-ով։ Օրինակ հենց երեք վերադարձել ենք Արտաշատից, մենք հիմա, որովհետև թատրոնը դեռ չի բացվել եւ չենք կարողանում ներկայացումներ խաղալ համազգային թատրոնը, մենք հիմա բոլոր մարզերով ենք խաղում, այսինքն արդեն 7 քաղաք ենք գնացել սեպտեմբերին, 3 Արտաշատում ենք եւ խաղում ենք եւ նորից գարուն ներկայացումը եւ երեք հիշեցի, որ դա այսպիսի հարթակ է ուղղահայաց եւ դերասանները ուղղահայաց հարթակով են շարժվում, այսպես բռնվելով ուղղակի, հա։ Ես սովորաբար սիրում եմ շատ դժվարություններ ստեղծել կրկեսային եւ բարդ ու այդպես դերասանները որ ասում են, բայց վախենում եմ չեմ կարող բան, ասում շարունակեցինք, բարձրացար, էլ չեմ էլ այդ պատնեշը որ միտքը դնում է, թույլ չեմ տալիս, ասում եմ շարունակեցինք, էլ արդեն բարձրանում են։ Ուրեմն O. Henry նովելն է, որ պիտի նվերը դա աղջկան, բայց այդ նվերը ինքը չի կարող, որտեղ բռնվում է, այսինքն այդ նվերը պիտի բերանում պահի։ Հիմա արդեն պրեմիերայի օրն է ու պիտի ուղղակի 3 եմ հիշել, որ պրեմիերային փորձում ենք այդ արկղը գտնել։ Այո, այդ արկղը պիտի գտնեինք, որպեսզի այդ տղան կարողանար բերել, բայց այդ արկղը պիտի այդ տղայի բերանում տեղավորվի։ Հիմա պատկերացրեք շատ քիչ ժամանակ կա ու գնացել ենք խանութ, այդ որ նվերների արկղեր են։ Ու այսպես ասում ենք մի հատ էս կտակ, չէ, հարմարչել է, ու սենց դուք ծախողի վիճակ ասեք, ինչի էս այդպես անում եւ ընդհանրապես երբ թատրոնի համար գնում ես ինչ որ բան առնելու, այսինքն օրինակ ասում ենք, տեսնենք սա ինչ ձայն է հանում։ Տենց ինչ-որ բան, օրինակ մարդիկ դա ուրիշ բանի համար ենք օգտագործում, բայց մեզ ձայնն է դրա պետք, ասենք գցում ենք, տենց ու շատ տարօրինակ տպավորություն ենք թողնում սովորաբար խանութներում, բայց մի խոսքով այդ օրը բերանի համապատասխան արկղը գտանք եւ դերասանը հասցրեց խաղալ։ Բայց քանի որ սա Սարգսյանից խոսեցինք, ուզում եմ պատմել իր փորձերը, թե ինչքան ինքը մեզնից գերմարդու ապրումներ էր ուզում, սենց մեծ մարդու, մասշտաբային մարդու, սենց դիցաբանական մարդու եւ երբ օրինակ պետք էր ծիծաղել, ասում էր
հոմերոսյան ծիծաղ եմ ուզում։ Ու մենք դե ծիծաղում ենք, բայց արդեն հոմերոսյան ծիծաղ էր խնդիրը, ավելին պիտի ծիծաղենք։ Հետո ասում է, չէ, լավ չէ, Գագիկ 2.5 եղիր։ Խնդիրը որ ծիծաղից 2.5 Ինչ էր ասում, չեմ հավատում, հա, այսինքն էլի։ Չէ, ինքը մեծ էր ուզում։ Հա։ Չէ, այսինքն ոնց էր մեկնաբանը։ Չէ, ստոպ, դուրը չէր գալիս, ասում էր, չէ, հոմերոսյան ծիծաղ, նորից այն ասում էր, Նիկոլինո, խանութդ բաց է։ Հա։ Դեց, չէ, ստոպ։ Գագիկ 2.5 եղիր։ Այս Գագիկը բայց ոնց 2.5 լինեմ չեմ։ Ցավել։ Հա, բայց ինքը այդ ամեն ինչը շատ մեծ էր ուզում եւ հետո միկրոֆոնով էր փորձանում։ Մեկ էլ ասում էր ստոպ։ Նարինչո ջան, չարիկը տանեմ։ Ուրեմն գնում է։ Ու մեզ գալիս է։ Հասկացար։ Ասում եմ մեկ անգամ էլ կկրկնենք։ Նորից ասեմ Նարինչո ջան, բայց արդեն մի քիչ բան արած։ Ուրեմն գնում ես, պատտվում ես, գալիս։ Գալիս։ Մի երեք փորձից արդեն։ Հա, բայց մի խոսքով շատ հետաքրքիր էին իր փորձերը եւ այնքան հոգնել, ինչքան Սո Սարգսյանի փորձերին երբևէ չէր եղել։ Չգիտեմ, ու ինքը չէր հոգնում։ Ինքը արդեն 80 տարեկան էր, բայց գալիս էր, ասում էր՝ «Նու արլի», մենք մտածում ենք կհոգնի ու կասի լավ, հերիք է այսօր փորձը, բայց չէր հոգնում։ Շարունակում էր այդպես։ Ռուսերեն խոսք կա, չէ, Тяжело в учениях, легко в бою։ Եթե այտենց լավ Հա, բայց այդ դպրոցից հետո, հա, արդեն դրանից հետո էլ գոմեր, ամեն ինչ էլ կարելի է խաղալ, որովհետև սկզբից դե մտածում էի չեմ կարող, անդադ բայց ասում էր չէ, ու ինչպես դաշնամուրի ստեղնաշարը, որ սկզբից դու մտածում ես միայն այստեղ ես խաղում, հետո օկտավաները փոխվում են, մինչև որ ձայնի երանգները, ամեն ինչը, մինչև ունքի վերը բարձրանալը, ձեռքի շարժումը, ոսկերչական աշխատանք էր անում։ Ու մենք ունենք մի ներկայացում, որ կոչվում է Ծննդյան տոները Սինյոր Կուպելոյի տանը, եւ դա պահել ենք թատրոնի խաղացանկում։ Սո Սարգսյանի բեմադրությունը որպես թանգարանային ներկայացում, որ խաղում ենք իր ծննդյան օրը հատուկ օրերի եւ քանի որ այդպես ոսկերչական է բեմադրած, չի փչանում։ Ոչ մի ձև չի քանդվում ներկայացումը։ Մենք մեծանում ենք եւ այդտեղ է արդեն դժվարությունը, որովհետեւ այնտեղ կան բաներ, երիտասարդ եւ այլն, որ արդեն հասուն են։ Սերնդափոխության կարիք կա։ Արդեն դրա կարիքը կա, բայց վախենում եմ փոխել, որովհետև այն փորձառությունը, որ Սո Սարգսյանի հետ են անցել, վախենում եմ չկարողանամ ես փոխանցել նոր սերնդին։ Բայց դե գիտեք, ներկայացումները միշտ ծերանում են, երիտասարդ իրենք կենթանի օրգանիզմ են եւ սյուժեն էլ, ասենք, կարող է դու լավ ներկայացնես, բայց հանդիսատեսի համար արդեն հետաքրքիր։ Ինքը հնանա էլի։ Հա, հատկապես այսօրվա դարում, որ ամեն ինչ այնքան արագ է կատարվում, այնքան արագ փոխվում, ել չգիտեմ, այս հեռախոսային, այս արդեն արհեստական բանականության դարում, չգիտեմ էլ ինչ պիտի անենք։ Չէ, բայց կարծում եմ բարձր արվեստը, գեղեցիկ արվեստը դեռ մրցունակ է։ Ես վստահ եմ, որովհետև կմնա, որ մարդը մարդուն կկարոտի, մարդը մարդկայինը կկարոտի ու կգա թատրոն։ Նույնիսկ կինոն այդտեղ կարող է կորցնել, բայց թատրոնը որտեղ մեկը բոլորս նույն կերպ ծիծաղում ենք, նույն կերպ լացում, նույն կերպ հոգնում, չգիտեմ, եւ այդ մարդկայինը ամենաշատն է մեզ էլի իրար մտերմացնելու ու ջերմացնելու։ Ռոբոտի հետ ինչքան էլ շփվես, ինչ էլ անես, այն մարդկային են ոգու, այն թրթիռը չի լինի, էլ։ Հա։ Սրտի տրոփյունը, ժպիտը, ցայնի ելևեջումները, զգացմունքները։ Սերը, ամենակարևորը սերը։ Հա։ Ուրեմն խաղում էինք Ձյունե Թակուի ներկայացումը եւ թատրոնում կային ամուսիններ, որոնք երկուսով էլ խաղում էին ներկայացման մեջ, ամուսինը խաղում էր եղջերու, այդ հյուսիսային եղջերուն, որ հետո Գերդային տանում է արդեն Ձյունե Թակու պալատը։ Եվ դե ամուսնուս գեստերը պատկերացնում եք այդպես եւ այլն եւ գլխարկ Հյուսիսային։
Պոզեր։ Ու դեռ այն ժամանակ չկար այդ լվացքի մեքենա թատրոնում, հիմա արդեն այդ ամբողջ բաները կան։ Ու մենք տուն էինք տանում մեր զգեստները լվանում ու բերում։ Եվ տենց համարյա ամեն օր կինը տանում էր ամուսնուն պոզերը լվանում էր, փռում էր, լավ չորացնում էր։ Հետո տենց բերում նորից, հա, եւ պատկերացնում եմ, որ հարևանները տեսնում են, ահա, այսօր էլ չորացնում է պոզերը ամուսնում։ Ես ինչ հետաքրքիր, ես ինչ պոզեր։ Չի ամաչում։ Մեկ էլ հիշում եմ, որ Ազնավուր ֆիլմի ժամանակ գիշերային տեսարաններ էր եւ մենք գիշերանոցներով էինք, բայց հենց քաղաքի կենտրոնում էր նկարվում, բայց հետաքրքիր էր, որ օգոստոսին համարյա Փարիզում մարդ չկար, դատարկ էին փողոցները ու հենց կենտրոնում Օսմանի վրա նկարվում էինք ու դեռ միջև նկարահանման կանչել այդպես դերասաներով, այդ գիշերանոցներով քայլում ենք այդ ամբողջ Փարիզի փողոցներով ու այդպես տենց շատ տարօրինակ էր, որ տենց չէ մարդիկ երազում են Փարիզ, բան, դու պատկերացնում ես Փարիզով, գիշերանոցով, ցերեկով, ման ես գալիս ու միջև որ նկարահանում լինես եւ դա շատ բնական է, որովհետեւ դու նկարահանում ունես ու պիտի այդ զգեստով լինես։ Որովհետեւ մեկը չհարցեց ինչու է գիշերանոցով։ Չէ, երևի նորմալ էր Փարիզի համար։ Իրենք են ռոմանտիկ, հա։ Հա, դե ամենառոմանտիկ քաղաքներից է համարվում։ Այնպես որ։ Այդպես։ Այսքանը։ Հա, չգիտեմ, դե Էսա որ մեծանամ, ավելի լավ պատմություններ կունենամ։ Չէ, ինձ համար միշտ ետ ներկայացման ժամանակ ինչ որ կիքս է լինում, ինձ համար դա շատ ցավագին է։ Ես դա հումոր չեմ վերաբերվում, թեթև չեմ տանում, որովհետև կարծում եմ, որ հանդիսատեսը, որը գումար է ծախսել եւ տոմսարել, ես պարտավոր եմ իրեն լավագույնը ներկայացնել եւ չպիտի չգիտեմ ինչ է լինի։ Հասկանալի է, մեզ համար կարևորը ոչ թե այդ վրիպումը ցույց տալն է, այլ այդ ուրախ նոտաները, ուրախ։ Բայց օրինակ եղել է, որ լույս է անջատվել եւ ելքը գտնվել է, հետո միանգամից բերել են մոմերը, դրել եւ հանդիսատեսն միանգամից լույսերը միացնում է հեռախոսի վառում լույսերը ու սպասում եւ նույնիսկ ավելի հետաքրքիր է դառնում իրենց համար։ Ես հայտնի պատմությունը կարա ասեմ, Մհեր Մկրտչյանը, որ երիտասարդ սուրհանդակ պետք է խաղա Օթելո ներկայացման մեջ, պետք է գա ու ինչ որ մի նախադասություն ասի, որ ինձ Վենետիկից ուղարկել են, որ Օթելոյին Մավրին այս լուրը փոխանցեմ։ Ասում մտնում է բեմ Ֆրունզիկը, Մհեր Մկրտչյանը, ու ասում Վահրամ Փափազյանի այդ կերպարանքը տեսնելով պապանձվում է, որևէ բառ չկարողանում ասել։ Դե Փափազյանն էլ իմպրովիզացիայի վարպետ, ասում է քեզ Վենետիկից ուղարկել են, ինքը դուրս է բերում, էլի տեքստը։ Քեզ Վենետիկից ուղարկել են, որ դու ինձ հաղորդես այս հաղորդագրությունը, տենց հերթով հարցերով դուրս է բերում տեքստը, վերջում ասում է ուրիշ ամբողջ չկար Վենետիկում քեզ իղերգած են, ասում է որտեղ պապանձվել է դե Փափազի այդ կերպարանքից էլի։ Այսինքն այդ բաներն եմ սիրում, ոչ թե վրիպումները, որ ինչ-որ մեկի կոշիկը թռավ կամ մատորը կոտրվեց, այլ որը գեղեցիկ է եւ արվեստ կա մեջ էլի։ Լավ, շատ հաճելի է։ Ինձ էլ շատ հաճելի էր։ Կարծում եմ ժամանակը կհանդիպենք մեր նոր շենքում։ Այո, սիրով։ Հույս ունեմ բոլորդ եւ օպերատորները եւ դուք անպայման կգաք մեր նոր թատրոն, նոր շենք, նոր ներկայացումները նայել։ Մեծ հաճույքով։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրը համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն էր։ Կհանդիպենք։ Ստեսություն։